Ես դպրոց, երեխուն ուղարկում ես դպրոց, այդ դպրոցը վնասում է քո երեխուն, մի ուղարկի քո երեխուն դպրոց, հանի դպրոցից, ասում բա երեխաս դպրոց չգնա, հիմա որ ասում այդ մարդը անասուն է, դուք ասեք ինչ ես ասում անասուն, բա անասունն է տենց տրամաբանում, հարց եմ տալի, ասում եմ եղբայր, գնացել ես ընդունվել ես համալսարան, 3-րդ կուրս ես, 3 տարում ինչ ես սովորել, հույս ունես որ ընդհանրապես մի աշխատանք կգտնես, նախ առհասարակ քեզ դու ուրիշից աշխատանք ուզում, սկսենք դրանից, ես հիմա խոսում եմ որպես կապիտալիստ, որտեղ Հայաստանը եթե չդառնա զուտ կապիտալիստական երկիր, կործանվում է, ելք չկա ուրիշ, հիմա խոսքս ուղղում եմ հանրապետության բոլոր ուսանողներին, դուք 3-րդ կուրս, 2-րդ կուրս, չգիտեմ 4-րդ կուրս, ասենք մնացել է մի տարի, 3 տարում դուք համոզվել եք, որ համալսարանը ձեզ ոչ մի բան չի տալի, ձեր ժամանակի 98%-ը անօգուտ կորում է, դուք կարեք գնաք ինքնակրթվեք, չգիտեմ, մի հատ օնլայն կուրս վերցնեք, մի բան սովորեք, մի բան դառնաք, դուք անիմաստ ժամանակ եք կորցնում, հարց եմ տալի, ինչու եք դուք շարունակում գնալ համալսարան, եթե դա անարդյունավետ է, ասում եմ, բա 3 տարի սովորել ենք, բա 4-րդ տարին չսովորենք դիպլոմ ստանանք, արա անասուն, հանել եմ դիպլոմս եմ ծախել, ես հանել եմ կոնսերվատորիայի այդ քակոտ դիպլոմը ծախել եմ, ուզում էի վառեի, այսպես ցուցադրաբար կոնսերվատորիայի դեմ այդ դիպլոմը վառեի, հետո ասի լավ է, ծախեմ ավելի լավ է, ուրեմն ծախել եմ այդ անասուն դիպլոմը, որ օրինակ ծառայեմ, որ մարդկանց ասեմ այդ դիպլոմը ոչ մեկին պետք չի, էլի նույն բա 3 տարի սովորել ենք, բա չավարտենք, դե ավարտեք, բայց դուք քաքի մեջ եք լնել, դուք սոված եք լնելու, ու երբ որ դուք սոված ելնեք, ես ուրախանալու եմ, ես ուզում եմ դուք սոված ելնեք, որտեղ անասունը պետք է սոված մնա, սա ինձ համար արդար բան է։